Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Գրիգոր Լուսավորիչի հիվանդանոցից տեղափոխել են հակակոռուպցիոն դատարան, Կալանքի միջնորդության քննությանն մասնակցելու։ Երկրորդ նախագահին ձերբակալել էին 3 հակակոռուպցիոն կոմիտեում, Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր։ 2 շաբաթ առաջ նրան սրտի ստենտավորում էին արել։ Բայց դու գիտեք դա ինչի եք անում, որ հետո վերցնեք։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի որդուն առնչվող քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է սկսվել նաև մեկ ընտանիքի մի քանի անդամների նկատմամբ։ Այս հարցին ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել է Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ձերբակալված կանանցից մեկը 3 անչափահաս երեխաների միայնակ մայր է, իսկ նրանց խնամքով զբաղվող բոլոր մերձավոր հարազատները նույնպես զրկված են ազատությունից։ 3 մի կնոջ են ձերբակալել, որը 3 անչափահաս երեխաների մայր է եւ հրաշալի նորությունն եմ ձեզ համար, տեսակցությունները բաց է ժողովուրդ։ Այդ կնոջ տեսակցությունները բաց է, բայց մի հատ փոքր խնդիր կա այստեղ։ Այդ կինը ամուսին չունի։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, ով պետքա պահի այդ երեխեքին։ Դուք ասեք տատին թող պահի այդ երեխեքին։ Տատին էլ են կալանավորել։ Կարող եք ասել մորքուրը թող պահի, մորքուրին էլ են կալանավորել։ Իդեպ մորքուրի եւ մոր տեսակցությունները փակել են։ Կասեք պապին թող պահի, պապին է տնային կալանք են տվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախորդին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու Սեդրակ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով։ Մեղադրյալներից եւս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ ՅԶՄ-ի մեր գործընկերներին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրա երթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է Զորամասի գումարտակի շտաբի պետը, հայտնել է Արմլուրեյեմը։ Քննչական կոմիտեն ըստ էության հաստատել է ձերբակալման մասին Արմլուրի տեղեկությունը, սակայն չի հստակեցրել ով է ձերբակալվածը։ Պարզվել է, որ զինվորները Զորամասի ճաշարանում բարձր զրուցել են։ Շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, ինչը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում սահմանված չէ։ Իրավապահները ձերբակալելով Զորամասի գումարտակի շտաբի պետին չեն բացառել նրան կալանավորելու համար միջնորդություն ներկայացնել դատարան։ Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Հարություն Հարությունյանը 56 կողմ ձայնով ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ։ Ավելի վաղ հանձնաժողովի նախագահի թեկնածուն նույն խմբակցությունից Արեգա Հովսեփյանն էր, որին իշխող խմբակցությունը դեմ էր քվեարկել։ Հայաստանը չի վատթարացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ շարունակում է ձգտել բարիդրացիության, իսկ հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի սահմանափակումները հակասում են երկկողմ հարաբերություններին եւ ԵԱՏՄ կանոններին, հայտարարել է խորհրդարանի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու նա չի ընդհատել, երբ Նիկոլ Փաշինյանը այնպիսի արտահայտություններ է արել ԱԺ-ից, որը իրեն սահմանած բարեկրթության նորմերի մեջ չէր մտնում, Ռուբինյանը նշել է. Որովհետեւ ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։ Ընդդիմությանը վիրավորելու ուղղ Չէ, բայց ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցի։ Հարգելի գործընկերներ, դուք ասում եք, ձեր վեհապարը պիղծ է, բայց դա կոնտեքստում է, չէ՞, ասում է ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն չի եւ հետեւաբար զբաղվում է պղծությամբ, հետեւաբար պիղծ է, դրա ի՞նչն է վիրավորանք։ Երևանի փաստարկները, թե ռուսական կոնցեսիան իբր խանգարում է Հայաստանին մասնակցել լոգիստիկ նախաձեռնություններին, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Գերատեսչությունը շեշտել է, որ այս առնչությամբ անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով, մինչդեռ հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել։ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը խնդրում է Մոսկվային հանրապետության երկաթուղիների կառավարման կոնցեսիա վաճառել երրորդ երկրի։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ կանի Հայաստանը, եթե ռուսական կողմը մերժի երկաթուղու վերաբերյալ Երևանի առաջարկը, Փաշինյանը նշել էր, որ դա անհնար է։
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը մեղադրել է Հայաստանին կեղծավոր քաղաքականություն վարելու համար։ Նա նշել է, որ Երևանը խաբում է ԵԱՏՄ գործընկերներին, շարունակելով օգտվել կառույցին ձեռած արտոնություններից, մինչդեռ նպատակ ունի անդամակցել Եվրամիությանը։ Դա ցինիկություն է եւ սխալ է։ Հստակ ասեք, դուք գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում պետք չէ այստեղ արտոնություններ ստանալ, շեշտել է Վոլոդինը։ Ռուս պաշտոնյայի այս արձագանքը հաջորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին։ Ըստ նրա, Հայաստանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին, Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկա 5 տարում Հայաստանը այդ կառույց վերադառնալու կամ աշխատանքները ակտիվացնելու ծրագրեր չունի։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հայաստանի առևտրի կրճատումը Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ որևէ քրիտիկական ցնցումի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինը մեծ չէ, իսկ Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի հետ Երևանի ապրանքաշրջանառությունը չնչին է։ Անդրադառնալով հայկական որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքներին, պաշտոնյան նշել է, որ դրանք զուտ անվտանգության նկատառումներ ունեն եւ միտված են ապահովելու ՀԱՏՄ սանիտարական եւ բուսասանիտարական պահանջներին համապատասխանող արտադրանքի ներմուծումը Ռուսաստան։ Թավրիս-Երևան ուղիղ չվերթը 2 տարի անց օգոստոսի 20-ից վերականգնվել է։ Չվերթերը տեղի են ունենալու շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Երևանի 103 շտապօգնության ծառայության բժիշկ Արամ Աբրահամյանի հերոսական արարքի կադրերը լայն արձագանք են գտել համացանցում։ Նա անտեսելով վթարված եւ գլխիվար շրջված ավտոմեքենայից գազի արտահոսքի եւ հրդեհի բռնկման իրական վտանգը, վտանգելով սեփական կյանքը մտել է մեքենայի մեջ եւ դուրս բերել երեխայի։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Նավթաշեն վարչական շրջանում իրար են բախվել Nissan եւ Ford Transit Մակդիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Nissan-ը գլխիվար շրջվել էր։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է տրամադրված Գազայում, Լիբանանում եւ այլ ուղղություններով հարցերը լուծելու գործում։ Ես ասացի Թրամփին, որ տարբերակներից մեկը իհարկե Իրանի հետ լավ համաձայնության հասնելն է։ Մենք դրան դեմ չենք, բայց ես պարզապես կասկածում եմ, հնարավոր է համաձայնության գալ այլ խմբավորման, այդ վայրենիների հետ։ Ասում եմ ձեզ, նրանց հետ պայմանավորվելն անհնար է, ասել է Նեթանյահուն։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները վտանգում են համաշխարհային անվտանգությունը եւ խախտում միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները։ Նա խստորեն քննադատել է բանկերին ու կառավարություններին ներկայացվող Վաշինգտոնի վերջնագրերը, շեշտելով, որ ոչ մի արժանապատի պետություն չպետք է հանդուրժի կոպիտ ուժի եւ օրենքի համակարգված խախտումների նորմալացումը։ Որպես օրինակ, նա մատնանշել է Կանադան, որը այժմ իր վրա է զգում ամերիկյան բանակցությունների քողի տակ թաքնված կոպիտ վարքագծի հետևանքները։ Այս հայտարարությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցի միջազգային ջրերն ամբողջությամբ մաքրվել եւ զինաթափվել են։ Իրանին տեղեկացվել է, որ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ կոչնչացվի, գրել է նա։ Ռուսաստանի ավելի քան 15 շրջանի, այդ թվում Մոսկվայի, խոցվել է 10 դրոն։ Ղրիմում հոպ ուժերը ոչնչացրել են ռեկորդային քանակի 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Զանգվածային հարձակման հետևանքով խոշոր հրդեհներ են բռնկվել Նիժնի Նովգորոդի մարզի նավթավերամշակող գործարանում եւ Տամբովի մարզում գտնվող Վալբերիզի լոգիստիկ կենտրոնում։ Անվտանգության նկատառումներով գիշերը ժամանակավորապես դադարեցվել է Ռուսաստանի 9 օդանավակայանի աշխատանքը։ Նախորդ օրը եւս Ռուսաստանում խոցվել էր 187 ուկրաինական ԱԹՍ։ Ուկրաինան աստիճանաբար կորցնում է դիրքերը Ռուսաստանի դեմ պատերազմում եւ Կիևն ունի ընդամենը մի քանի ամիս իրավիճակը հօգուտ իրեն բեկելու համար անհրաժեշտ առանցքային որոշումներ կայացնելու համար։ Reuters գործակալության հետ զրույցում նման գնահատական է հնչեցրել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայել Ֆյոդորովը, մատնանշելով հաղթանակի հստակ հայեցակարգի բացակայությունն ու նորարարական ներուժի սպառումը։ Ըստ պաշտոնաթող նախարարի արմատացած կոռուպցիան, հովանավորչական ցանցերն ու պետական ինստիտուտների քաղաքական կախվածությունը լրջորեն կաշկանդում են երկրի դիմադրողականությունը, ստեղծելով մի օրասական շրջադարձային պահ, որը կարող է կանխորոշել հակամարտության հետագա ընթացքը։ Թեև Ֆյոդորովը դեռևս հնարավոր է համարում Ուկրաինայի հաջողությունը, նա ընդգծել է պատերազմի դադարեցման համապարփակ ռազմավարության անհապաղ մշակման կենսական անհրաժեշտությունը։
Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 նորածին է զոհվել։ Նորածինների պալատում պատահարի պահին գտնվել է 16 երեխա, հաջողվել է փրկել միայն մեկին։ Հրդեհը ըստ աղբյուրների առաջացել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով։ Չինաստանի եւ Նեպալի սահմանային գոտում տեղի ունեցած հզոր զողանքի հետևանքով ավելի քան 380 զբոսաշրջիկի ճակատագիր շարունակում է անհայտ մնալ։ Համաձայն հրապարակված նախնական տվյալների աղետի գոտում հայտնվածների թվում կան 291 օտարերկրացի եւ 93 նեպալցի։ What?